Շնորհակալություն, Տիկին դատախազ, մի քանի հարցեր կան, որոնք որ իմ հարցերի մեջ չկարողացա տեղավորել, դրա համար որոշեցի այս ձևաչափը օգտագործել եւ շարունակել որոշ մտահոգությունների մասին բարձրաձայնում, որոշ փաստարկներով եւ ակնկալում եմ նաեւ եթե ոչ այս եզրափակիչ խոսքում, ապա գոնե լիագումար նիստի ժամանակ դուք այս գործերին անդրադառնաք, որտեղ դրանց գումարվելու են լիագումար նիստի ժամանակ հնչած հարցերն ու մյուս ելույթները։ Ես ուզում եմ, որ դուք որևէ տեղեկություն մեզ հայտնեք Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենախոշոր կոռումպացված գործի մասին։ Այն է պետություն ձեռնարկատեր ներդրումային անիվ հիմնադրամի մասին։ Անիվ հիմնադրամով 25 միլիարդ դրամ փոշիացվել է։ Այս գործը քննվում է 2022 թվականից։ Այս գործը երևի կարելի է դասակարգել այն գործերի շարքում, որ կա գործ, բայց չկան մեղադրյալներ։ Վերջը, այս գործով ինչ որ մեկը պետք է պատասխանատվություն կրի, թե ոչ։ Եվ հիմա ինչքան էլ փորձենք այսպես իջնել եւ մեղադրյալների շրջանակը նեղացնել ու գնալ հասնել, չգիտեմ, բաժնի պետի մակարդակ, ես ուզում եմ հիշեցնել, որ այստեղ տեղի է ունեցել համակարգային խոշոր կոռուպցիոն գործարքներ եւ դրանից չէր կարող անմասն մնալ ոչ Անիֆի տնօրենը, ոչ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը հպարտանում եւ պարծենում էր 2019 թվականին, որ դարի ամենակարևորագույն մարմինն է ձևավորվել, որը փրկելու է մեզ եւ ներդրումները հոսելու են Հայաստան։ Ներդրումները ոչ միայն չհոսեցին, այլ հպարտ հարկատուների գրպանից 25 միլիարդ դրամ հոդս ցնդեց եւ մենք ունենք նաեւ արբիտրաժում գործ Հայաստանի դեմ Air Arabia-ի մասով եւ նաեւ ուզում եմ հիշեցնել, որ այս կառույցում աշխատել են ուժային կառույցների ներկայացուցիչների հարազատներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ, ոստիկանության, դատական համակարգի, դատախազական համակարգի, ԱԱՑ-ի կողմից եղել են ներկայացուցիչներ, որոնք որ ստացել են միլիոնավոր դրամների աշխատավարձեր, հիմա չկա Անիֆը, այդ մարդիկ չկան, բայց անհասկանալի է, թե ինչ ծառայություն էին նրանք ընդհանրապես մատուցում այդ խոշոր աշխատավարձերը ստանալով։ Եվ նաև ուզում եմ խոսենք, ես նախորդ տարի դատախազի տարեկան հաղորդման ժամանակ ձեզ ներկայացրեցի մի փունջ գործեր, որոնք որ առնչվում էին ամենատարբեր մարդկանց, որոնք որ ակնհայտորեն կոռուպցիոն շեշտադրումներ, փաստարկներ էին պարունակում եւ այդ գործերով ես տեղեկություններ չունեմ ինչ է արվել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ խոսքը այն մասին էր, որ օրինակ 2022 թվականին պետությունը տրամադրել էր 190 միլիոն դրամ դրամաշնոր ՏՏ ոլորտի ընկերություններին։ Այդ ընկերություններից 4-ը լուծարված էր, այսինքն Ռոբերտ Խաչատրյանը, բարձրագույն տեխնոլոգիաների նախարար, տվել էր 4 ընկերության գումար դրամաշնորային, որոնք չկան, լուծարված են։ Մյուսներն էլ լուծարման գործընթացի մեջ են եղել։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, այդ 190 միլիոն դրամի հետքերով գնացել եք եւ ինչու են լուծարված ընկերություններին գումարներ տրամադրվել։ Եվ նաեւ ուզում եմ ձեզ նորից հիշեցնել, ես դրա մասին շատ հաճախ եմ խոսում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրամահավաքների մասին 996 նվիրատուներ կային, որոնց մասին ես իմ ելույթում հնչեցրել եմ, 2 տարի այդ գործերը քննվում են։ Վերջը այդ 996 նվիրատուները ինչու են այդքան շռայլ գտնվել միայն իշխող կուսակցության նկատմամբ եւ գումարներ տրամադրել նրանց նախընտրական կամ որևէ կուսակցական նպատակի համար։ Ընդ որում մամուլում եղան բարձրաձայնումներ, որ շատ քաղաքացիներ ովքեր ում անունով որ փոխանցվել էին այդ գումարները, այդ մարդիկ տեղյակ չէին, որ իրենց անունով ինչ որ փոխանցումներ են արվել ԿՊ-ի հաշիվներին։ Եվ իհարկե եթե այդ հայտարարությունս հիշում եք, այդ հայտարարության մեջ շատ այլ բաներ կային, որոնց որ մի մասին կանդրադառնամ արդեն լիագումար նիստերի շրջանում, ուղղակի չչարաշահելու համար այստեղ բոլորի համբերությունը։ Այնտեղ հիշեցնեմ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, նրա քավորի մասին կար հայտարարություն,
Հակոբ Սիմիդյանի մասին կար, այսինքն կուզեմ ձեզ update անել այս մասով, որ դուք տեղեկություն տաք այդ գործերով ինչ է կարել այս 1 տարվա ընթացքում։ Եվ նաև խոսվեց լրագրողների գործունեության խոչընդոտման մասին։ Ես ուզում եմ հիշել, որ անցած տարի էր այդ դրվագը, որ օթյակից լրագրողներին բռնությամբ դուրս էին հանել, կա հարուցված վարույթ, լրագրողները ճանաչված են տուժող, բայց այդ գործը տեղից չի շարժվում։ Բոլորը հայտնի են։ Տեսագրությունը կա ամբողջությամբ, այսինքն ողջ գործընթացը տեսագրված է, որևէ նոր բան չկա բացահայտելու, ուզում եմ հասկանալ ինչն է, որ խանգարում է այս գործի բացահայտմանը, եւ թույլ տվեք ասել, որ այդ գործի բացահայտման ուշացումը հանգեցրեց նրան, որ մոտ մեկ ամիս էլ չկա, շաբաթներ առաջ կրկնվեց այդ դեպքը եւ լրագրողներին բռնությամբ դարձյալ օթյակից դուրս հանեցին, ելի անվտանգության աշխատակիցները չունենալով նման լիազորություն։ Այսինքն մի գործը որ չբացահայտվեց, երկրորդը կրկնվեց։ Ու այս մասով ես ձեզ ուղարկել եմ գրավոր նաև դիմում, կխնդրեմ նաև այս մասով ասեք ինչ ընթացքի մեջ է, գուցե ձեր մոտ արդեն կար հարուցված վարույթ, ես տեղեկություն չունեմ։ Եվ նաև վերջին կետով կուզենամ անդրադառնալ պարոն Վարդանյանի կողմից բարձրացված շատ կարևոր հարցին, որ հայհոյանքը դարձել է քաղաքական կատեգորիա եւ հայհոյախառն խոսակցությունը դարձել է մեզ համար մարտահրավեր։ Այո, ես կիսում եմ այդ մտահոգությունը, Հայաստանում շատ տհաճ է երբեմն եւ համացանցով եւ նաեւ հեռուստաընկերությունների նաեւ միջոցով, երբ որ դու հետևում ես շատ գործիչների խոսույթին։ Բայց ես ուզում եմ ուշադրություն դարձնել, որ մենք գործ ունենք էլիտայի հետ եւ առաջին հերթին իշխանական էլիտան պիտի թելադրի օրինակելի օրակարգ եւ աչքի ընկնի օրինակելի վարքով։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հայհոյախառն խոսակցություն է ունենում, չեմ ասում սպառնալիքները, դեռ միայն հայհոյանքի մասին եմ ասում, սպառնալիքները չեմ ասում, պատերին ծեփերը, գռեհիկ արտահայտությունները, մնացած չեմ ասում։ Ես ուզում եմ հասկանալ այս խոսույթը, երբ որ իջնում է ուղիղ վերևից, ամենաառաջին պատասխանատուից։ Մենք մյուս դաշտի ներկայացուցիչներից կամ ինչպես ասեց Տիգրան Հակոբյանը, մյուս խաղացողներից դաշտի ինչ ակնկալիք ենք ուզում ձևավորել։ Եվ այս մասով ուզում եմ վերջնականապես եւ եւս մեկ անգամ, ինչպես ես ասել եմ իմ առաջին ելույթում այս խորհրդանի, եկեք պահպանենք պատգամավորական էթիկան եւ եկեք միմյանց նկատմամբ վերաբերվենք հարգալից։ Գոնե եթե միմյանց նկատմամբ չկա այդ հարգանքի տարական դրսևորումը խոսույթի ձևավորման, ապա գոնե մենք պարտավոր ենք այդ հարգանքի դրսևորումը ապահովել հանրության նկատմամբ։ Իսկ հանրությունը մեզ նայում է ուղիղ եթերի ռեժիմով, պարոն Վարդանյան, ես տեսա ձեր ջանքերը օրեր առաջ ազգային ժողովի դահլիճում, որ փորձում եք զսպել ագրեսիվ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներին։ Այստեղ մի հատ շտկում էր, ես փորձում էի կանխել միջադեպը եւ իմ վարկագիծը վերաբերում էր բոլորին։ Ձեր վարկագիծը վերաբերում էր բոլորին, բայց եթե դուք ուշադիր նայում եք տեսանյութը, հայհոյում են ԿՊ-ի պատգամավորներ, ինչը շատ ամոթ է։ Եվ երբ որ խոսում եք հայհոյանքից, այդ դրա համար եմ ասում, մի անգամ խմբակցության ներսում, չգիտեմ, դուք կուսակցության անդամ եք թե ոչ, կամ կուսակցության ներսում, մի անգամ քննարկեք, ասեք մենք չենք անելու էլ։ Այդպես հերթով թող բոլոր կուսակցություններն ու խմբակցությունները քննարկեն եւ կհասնենք մենք այն եզրահանգ եւ այն գեղեցիկ ելակետին, որի համար մենք բոլորս պայքարում ենք։ Ի վերջո այդ խոսույթը լսում են բոլորը։